Միկրոֆոնը տամ ես չգամերի։ Երեխեք առանձին են գրում իրան։ Ճիշտ կներ երևի բաներ։ Մեկ օր հասնել մեր վերադարձին։ Բեգլարյան, բայց Բեգլարյան, մեկ հարցը ցույց տվեք։ Շվեյցարիայի ֆոնտազը Կոմպանի երկու պալատների որոշումները իհարկե շատ վերանպաստ։ Բայց միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ օրինակ ադրբեջանական իշխանությունները փորձում են դա հակակշռել այսպիսի հայտարարություններով, որ օրինակ արևմտյան Ադրբեջանի ժողովուրդն էլ, ադրբեջանցիներն էլ իրավունք ունեն վերադառնալ Երևան, այսպես ասած, մյուս տեղերը, որտեղից դուրս են եկել, ասում են, այո, մենք համաձայն ենք դրա հետ, բայց պետք է ամեն ինչ հավասարություն։ Այսրան մենք ինչպես ենք։ Դրան իհարկե առաջին հերթին պետք է Հայաստանի Հանրապետության պետական մարմինները պատասխանեն, ցավոք սրտի իրենք չեն պատասխանում, որ ընդհանրապես անհամեմատելի իրավիճակներ են եւ անհամեմատելի իրավունքներ են։ Նայեք, տարբեր փաստարկներ կան։ Նախ Արցախի ժողովուրդը բռնի տեղահանվել է։ Ներողություն, չէ, եկեք ես ձեզ այդ բանավեճի մեջ չեմ մտնում։ Ադրբեջանցիները խորհրդային տարիներին գլխավորապես իրենց կամքով տեղափոխվել են Ադրբեջան։ Այսինքն բռնի տեղահանում Հայաստանի խորհրդային Հայաստանից տեղի չի ունեցել։ Պատճառներ չի եղել, այսպես ասած բռնի տեղահանման։ Երկրորդը Արցախի ժողովուրդը որպես ժողովուրդ է եւ միջազգային իրավունքի սուբյեկտ է, որը ճանաչված է միջազգային հանրության կողմից, այդ թվում ՀՀԿ-ի կողմից եւ այլն։ Հետեւաբար մենք որպես ժողովուրդ վերադարձի իրավունք ունենք մեր հավաքական իրավունքներով։ Բացի դրանից կա միջազգային դատարանի վճիռ։ Ադրբեջանցիների պարագայում չկա այդ վճիռը։ Բացի դրանից ադրբեջանցիները բարձր տոկոսով կարողացել են փոխանակել կամ վաճառել իրենց սեփականությունը, իրենց գույքը այստեղ, իսկ մենք այդ հնարավորությունը չենք ունեցել, այլ ուղղակի բռնի տեղահանվել ենք, որովհետև ցեղասպանության ռիսկի առաջ են կանգնած եղել։ Եվ ներողություն, բազմաթիվ այլ պատճառներ էլ կան, եւ սրան պետք է պատասխանեն Հայաստանի Հանրապետության իշխանությունները, կարող են քննարկել միայն համեմատել Ադրբեջանից տեղահանված հայերի եւ Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիների որոշ չափով իրավիճակները, բայց ոչ ամբողջությամբ։ Տեսեք, ադրբեջանական լրատվամիջոցները օրեր առաջ հայտարարեցին, որ ծագումով երկու հայեր ցուցմունք են տվել Ռուբեն Վարդանյանի դեմ,
Դուք ճանաչել եք այդ մարդկանց, ձեզ նրանք ինչու մնացին այնուամենայնիվ Արցախում, երբ որ բռնի տեղահանում տեղի ունեցավ։ Անձամբ չեմ ճանաչել, հեռակա գիտեմ, տարբեր ընկերների, բարեկամների, գործընկերների միջոցով իրականում չեմ կարող ասել ինչու մնացին, ես իրոք չեմ ուզում մարդկանց որևէ ձևով դատապարտել, բայց նախ իրենք այն անձինք չեն, որ բարձր կամքի տեր լինեն եւ ազդեցության տակ չընկնեն եւ բարձր հավանականությամբ կամ բռնի ձևով որևէ ձևով հարկադրել են ադրբեջանցիները, որպեսզի իրենք կեղծ մեղադրանք ու զրպարտություն ներկայացնեն Ռուբեն Վարդանյանի դեմ, կամ ինչ որ ձևով խրախուսել են, դա կլինի ֆինանսական կամ ինչ որ Այդ մարդիկ ալկոհոլի հանդեպ սեր ունեցել են։ Առնվազն մեկի մասով տեղյակ եմ, որ ալկոհոլիկ է, երկրորդի մասով կդժվարանամ ասեմ, եւ հոգեկան կայունության խնդիրներ էլ ունեն։ Սա բոլոր արցախցիները գիտեն, ովքեր ճանաչում են այս անձանց, եւ նաեւ այդ հանգամանքները հաշվի առնելով կարող ենք միանշանակ ասել, որ նրանք ազդեցության տակ են գտնվել ադրբեջանական ծառայությունների կողմից։ Բեգլարյան, ես մեկ հարց էլ թույլ տվեք։ Ներողություն, ուրիշ գործընկերներ էլ հարցեր ունեին։ Եթե մի գործընկերուհի այստեղից կարծեմ ձախ կողմից հարց ուներ։ Եթե ուզում եք, խնդրեմ, եթե ոչ, շատ է։ Շվեյցարիայի խորհրդանի որոշումներին է վերաբերում։ Տեսեք, երկրորդ թեզը, որ նետվում է հրապարակ Ադրբեջանի Ներողություն, ադրբեջանական տերմինաբանություն խնդրում եմ չօգտագործեք, նույնիսկ ճակերտները, որովհետև դա իրենց թեզերը ներդնում է մեր տեղեկատվական դաշտում։ Տեսեք, լավ, այդ դեպքում այսպես վերաձևակերպեմ հարցը։ Ինչ ֆորմատով կարող են վերադառնալ արցախցիները իրենց հայրենիք։ Որտեվ հիմա ասում են, խնդրեմ, կարող է ինչ որ մի օր Ադրբեջանը ասի կարող եք վերադառնալ, բայց իմ իշխանության ներքո։ Նայեք, հասկացա, նայեք։ Իհարկե ես իմ դիրքորոշումը ասեմ, բայց կարևոր հարց է, որը պետք է քննարկվի միջազգային մեխանիզմով։ Միգուցե նույնիսկ դատարանով այդ հարցը պետք է վճռվի, բայց առաջին հերթին պետք է տեղի ունենա բանակցություններ, որպեսզի հասկանանք ինչ պայմաններ կան, ինչ մտավախություններ կան եւ այլն, ինչ նախապատմություն կա, հետո նոր մենք կքննարկենք դիվանագիտական կամ իրավական մեխանիզմներով եւ որոշում կկայացնենք։ Իմ դիրքորոշումն այն է, որ սա մոտավոր այն է, որ օրինակ հոլոկոստի զոհերին, հրյաներին տանեն եւ նացիստական ռեժիմի տակ բնակեցնեն։ Արդյոք որևէ միջազգային հանրության ներկայացուցիչ այդպիսի բան կաներ։ Եթե իրենք ընդունում են, որ ցեղասպանություն է տեղի ունեցել կամ եթե նույնիսկ ցեղասպանությունը չեն ասում են էթնիկ զտում, որը մարդկության դեմ հանցագործություն է, ապա իրենք պետք է ընդունեն նույն միջազգային իրավունքով մարդկության դեմ հանցագործության կամ ցեղասպանության զոհերին ոչ մի ձևով, ոչ մի պրակտիկա չկա, որ տանեն եւ հանցագործների տիրապետության տակ բնակեցնեն։ Հետևաբար հանուն մարդու իրավունքների, հանուն միջազգային իրավունքի փրկության եւ հանուն արդարության ուղղակի պետք է բացառենք ադրբեջանական ցեղասպանական տիրապետությունը։ Թե մնացածը ինչ պայմաններ են, միջազգային ադմինիստրացիա է, Արցախյան իշխանության վերականգնում է, միջանկյալ կարգավիճակ է եւ այլն, սրանք բոլորը քննարկելի հարցեր են, բայց պետք է լինեն այնպիսի պայմաններ, որոնք բացառեն հնարավոր նոր միջազգային հանցագործության կրկնությունը։ Սա ինձ համար աքսիոմա է, բայց եկեք սկսենք քննարկումները, եկեք միջազգային մեխանիզմը ներդնենք, հետո նոր կգանք այդ բարդ հարցերի քննարկման։ Խնդրեմ։